Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, մենք ունենք մի խնդիր։ Մենք ըստ երևույթին միայն երկրորդ հանձնաժողովի նախագահի թեկնածությունն ենք հիմա քննարկում։ Եվ ես հասկանում եմ իհարկե, որ գայթակղությունը մեծ է խոսել բոլոր ներքաղաքական խնդիրներից, եւ ես դեմ էլ չեմ, եթե այդ խնդիրները գոնե ինչ-որ աղերս ունեն, օրինակ տվյալ դեպքում պետական իրավական հարցերի հանձնաժողովի ոլորտների հետ, բայց ես առաջարկում եմ այն ելույթները, որոնք ընդհանրապես կապ չունեն տվյալ դեպքում պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածության հետ եւ հետագայում մյուս հանձնաժողովների հետ, չունենալ այդ ելույթները, պահել հետագայում, երբ որ հայտարարությունների ժամ կլինի ունենալ։ Հակառակ դեպքում մենք կարող է 2031 թվականին նոր ավարտենք այս հանձնաժողովների ձևավորումը, միանգամից գնանք նոր ընտրությունների։ Եթե դեմ չեք, եթե խմբակցությունների ղեկավարներն էլ դեմ չեն, երբ որ պատգամավորները գան եւ ես զգամ, որ օրակարգից դուրս են, միջամտեմ, դեմ չեք, պարոն Կարապետյան։ Միացրեք պարոն Կարապետյանի խոսափողը։ Խոսքի մեջ իհարկե պետք է նշվի այն հարցը։ Չեմ ասում միայն դրա մասին, բայց ունենան նաև ազատություն այդ պահին կամ արտահայտության, բայց ընդհանուր մտահոգությունը կիսում ենք մենք էլ։ Տիկին Գրիգորյան, միացրեք Տիկին Գրիգորյանի խոսափողը։ Ես կարծում եմ կարելի է սահմանափակել որոշակի առումով ելույթների քանակը, բայց չի կարելի սահմանափակել բովանդակությունը, այսինքն պատգամավորին ասել դուք այս թեմայով խոսեք, այն թեմայով խոսել ճիշտ չէ, բայց կարծում եմ կարելի է գալ ընդհանուր կոնսենսուսի, որ ավելի քիչ քանակությամբ ելույթների համար գրանցել։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան, դուք ինչ կասեք։ Ես կիսում եմ մտահոգությունը եւ եւս առաջարկում եմ հնարավորինս սահմանափակել։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, խնդիրն այն է, որ ոչ թե ես եմ սահմանափակում բովանդակությունը, այլ օրակարգն է սահմանափակում, այսինքն կա օրակարգը ասում է ինչի մասին են մեր ելույթները։ Հակառակ դեպքում կարելի է ասել, որ ցանկացած օրակարգ ազատ ելույթների մասին է։ Ամեն դեպքում ես հորդորում եմ մնալ օրակարգի սահմաններում, ինչը սահմանված է կանոնակարգ օրենքով եւ ես հասկանում եմ ամեն դեպքում ընդհանուր ըմբռնում կա։ Սոնա Ղազարյան, համեցեք։